Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ, ուրեմն այսօր պատրաստելու ենք հավի կրծքամսով եւ բտիկներով ռուլետ։ Ինչպես տեսնում եք, ընդհանուր բաղադրիչներն են հավի կրծքամիս, բտիկներ, գազար, սխտոր, դափնու տերև եւ ընդհանուր համեմունքները։ Կարմիր քաղցր, պղպեղ, կծու, չորացրած ցիտրոն եւ իտալական այես համեմունքներից կծու։ Դե ինձ սիրելիներս սկսեցինք։ Ասեմ, որ նախապես ես հավի կրծքամիսը եւ բտիկները լավ լվացել եմ, մաքրել եմ ու հիմա կսկսենք արդեն։ Ինչ ենք անում սկզբի համար, կրծքամիսը կվերցնենք Եվ այսպես մեջտեղից բայց ասեմ, որ չենք առանձնացնում, այսպես և հիմա վրա բերում ենք սննդային այս կոտրակը և սրանով սկսելու ենք վրայել եմ անցկացրել, որպեսզի միսը շատ լավ է նորից մի քիչ էլ այս կողմից և կանցնենք հաջորդին։ Ինչ ենք անում լավ ծեծելուց հետո, այսպես բավական է, անենք մի քիչ սև պղպեղ, մի քիչ կարմիր կծու պղպեղ և մի քիչ էլ այս սրանից։ Այսպես և ձեռքով ամբողջը այսպես լավ կտրորենք։ Հիմա նաև անելու ենք այսպես սխտոր, այս մեկը բավական է, սխտորն էլ ամբողջությամբ տարածելու ենք, կարելի է մի հատ էլ այսպես սիրելիներս վերջ ուղարկելու ենք հիմա մարինադացման կդնենք այստեղ, իսկ սա կվերցնենք և այսպես սիրելիներս ուղարկում ենք, շարունակում ենք նորից, այսպես մեջտեղից, բայց չենք առանձնացնելու ուղղակի, նայեք, այսպես սիրելիներս մեջտեղից բացում ենք և նորից նույնը կրկնում ենք
այսպես կարող եմ առանց այս սենատորի եկանում, բայց չէ, հենց լավ է։ Մենք շատ է քրքրում։ Լրիվ ամբողջ միսը քրքրում է։ Այսպես լավ ծեծելուց հետո նորից նույնը շարունակելու ենք։ Հիմա արդեն բտիկներն ենք անելու։ Ինչ ենք անում բտիկները, այս վրայի կաշի, այսպես առանձնացնում ենք։ Այսպես։ Եվ հիմա մեզ ընդամենը պետք են բտիկի միս։ Ասեցի չէ ամբողջը ես նախապես լվացել եմ բտիկի միսը այսպես։ 3 մասի բաժանելով մեզ այսպես ամբողջությամբ է պետք։ Ոսկորները իրար կաշվել, այս մեկն էլ անում ենք ու վերջ սիրելիներս մասա վերցնեմ, ինչ ենք անում, այսպես առանձնացնում ենք, որ մասերը բոլորը այսպես նորմալ է։ Հիմա այս բոլորը այսպես ձեռքով ամբողջությամբ լավ խառնում ենք, նայեք։ Կարող է քիչ էլ ավելացնենք։ Խառնելուց հետո սիրելիներս այսպես մի փոքր ջուր ապացնելու։ Այսպես դնելու ենք և գազարը նայեք։
Վերջ, սա էլ ենք թողնում, 15 րոպե սա ենք թողնում, նորից դնում ենք սառնարան և նայք, լրացավ մեր 1 ժամը, հիմա ինչ ենք անելու, Կամանից տեղափոխում, նայեք, արդեն լավ մայնատացվել է, 3 ավելի ճիշտ, նայեք սիրելիներս, ուրեմն, այ այսպես, ձեռքով մենք լավ սենց խառնենք ու և սա էլ ենք նորից լավ խառնում, մեր ամբողջը խառնում են ու այսպես երկարությամբ իրա ամբողջ համերը արդեն մեջն են հիմա այսպես սիրելիներս թաթենք ամբողջը կփաթաթենք և վերջ այսպես շատ հեշտ փաթաթվում է և մենք այսպես ենք անելու ենք անում վերջ այստեղից էլ ենք կապում սիրելիներս և ուղարկում սառնարան նորից 1 ժամ կմնա այսպես կսառի ու կշարունակենք հիմա այն մեկն էլ նորից պատրաստում ենք սիրելիներս ռուլետը պատրաստ է այսպես տեղափոխում ենք սառնարան հենց այսպես և հաջորդը պատրաստում Լրացավ 1 ժամը, հիմա դնելու ենք եփելու սիրելիներս, նայեք, ուղարկում ենք եփելու մեր ռուլետները, բայց մինչ եփելը, հիմա կասեմ ինչ կապում, մինչ եփելը, այսպես չոփիկի օգնությամբ, վերջ, հիմա ջուրդացնենք և եփենք, դնենք եփենք Սիրելիներս արդեն պատրաստ է մեր ռուլետը, հիմա ես այսպես
ցույց տամ, նայեք ինչքան լավն է, ինչքան այսպես ցույց տամ, նայեք։ Այսպես շատ լավն է, պատրաստեք և կտեսնեք ինչքան լավն է և նաև շատ համեղ։ Դե ինձ սիրելիներս, պատրաստում ենք սիրով, պատրաստում ենք համեղ, պատրաստում ենք գեղեցիկ։ Հիմա ամբողջը ես կդրդեմ և մատուցամանի մեջ նայեք սիրելիներս, ինչքան լավն է, ինչքան որակ։ Այսպես ամբողջը այսպես կդրդեմ։ Նայեք սիրելիներս, ինչքան լավն է։ Այսպես դրա համար եմ ասում, պատրաստում ենք սիրով, պատրաստում ենք համեղ, պատրաստում ենք գեղեցիկ սիրելիներս։ Պատրաստեք և կտեսնեք, շատ համեղ է, շատ լավն է։ Ինձ սիրելիներս, նայեք, ամբողջը դասավորեցի մատուցման ամսեի մեջ, տեսեք ինչքան գեղեցիկ է և շատ համեղ, հավատացնում եմ։ Պատրաստեք այս տարբերակով և կտեսնեք սիրելիներս։ Դե ինչ այսօր այսքան, բոլորիդ հաջողություն եմ մաղթում և տոնական տրամադրություն սիրելիներս, իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել իմ